Շարժի կենթանակերպում են լինում, երբ որ կշեռքետ լավ փոխհարաբերություններ հրաշալի ամուսիններ են ունենում կամ կողակից։ Համենայն դեպս մենք այս ժամանակահատվածում մոտավոր ինքը մայիսի 20-ի մոտակայքում է ուղիղ դիրքերը, բայց մայիսի 15-ից մինչև 20-25-ը Վեներան եւ Մարսը մեծ հրաշալի բարենպաստ դիրքավորում են ստեղծում սեր առաջին հայացքից սիրելի կշեռքներ, խոյեր, դե խոյերը սիրում են, խելքները իրանցը չի, արագ սիրահարվելու, արագ էլ հիասթափվելու, բայց այս անգամ հնարավոր է այդ դրական դիրքավորությունը հնարավորություն տա, որ անձնական քարտեզը, անձնական ձեր հարցերը լուծեք, միջանձնային հարաբերությունում լինեք ավելի ակտիվ, խոյերը ակտիվ են, բայց կշեռքները էսթետներ են, այսպես, հա, չէ, սիրելի կշեռքներ, ժամանակն է, ցույց տվեք ձեր չնայած կշեռքների մոլորակը Վեներան խոյում իրենց համար բարդ դիրքում է, բայց փորձեք այս անգամ գոնե մի քիչ ակտիվ լինել սիրո մեջ, առյուծների մասին չեմ ասում, առյուծները միշտ իրանք գեղեցիկն են տեսնում, ես առյուծներ գիտեմ, իրենք ռոմանտիկներ են, յուրաքանչյուր բարդ փոխհարաբերության մեջ իրենք լավն են գտնում, առյուծները վայելում են կյանքը, նրանց կյանքը մեծ շնորհներ է տալիս, եթե այնտեղ դրական դիրքեր կան, եւ աղեղնավորների համար էլ է բարենպաստ այդ աղեղնավորները կամ անձինք, ովքեր շատ ճանապարհորդում են, իմացեք, որ այդ ընթացքում հնարավոր է սիրահարվեք սեր առաջին հայացքից, ի վերջո կարգավորեք, ի վերջո ձեր անձնական կյանքը դասավորեք, բոլորիս քարտեզներում են այդ երկու կենթանակերպերը իրենք կյանքի ինչ-որ ոլորտին է պատկանում, այսպես ընդհանուր բարենպաստ է կրակի եւ օդի ազդեցության տակ ծնվածների համար, բայց ընդհանուր մեզ մոտ, մեզ բոլորի կյանքում ինչ-որ կարևոր իրադարձություն տեղի կունենա, ձեզ նվերներ կնվիրեն, կարող է լավագույն մեքենան լինի, լավագույն պարֆումը լինել, վառ գույնի շորեր, վերջերս իմ զգեստապահարում ես հասկանում եմ, որ պարբերաբար ձգտում եմ դեպի վառ գույների, կարմիր պայուսակ, կարմիր կիսաճի ճտկավոր կամ ճտկավոր կոշիկներ, կարմիրն է կան, ես հասկանում եմ, որ Վեներան խոյում է եւ ես ուզում եմ, որ այդ եւ նույնիսկ շպարի մեջ այդ տարը նկատում եմ շուտով, մինչեւ Վեներան այստեղ երկար չի լինի, արդեն հունիսի մոտակայքում նա կանցնի խոյից արդեն ցուլի կենթանակերպ, ավելի հանգիստ կլինի, համենայն դեպս վառ ժամանակներ, նոր տպավորություններ եւ այդ ամենը համընկնում է նաեւ արևգակի մուտքով դեպի երկորյակի կենթանակերպ, որտեղ մայիսի 20-21-ի մոտակայքում էլ արևը 21-ի մոտակայքում անցնելու է երկորյակ, ամառային տրամադրություն, վառ գույներ, չգիտեմ, բայց մայիսին հարսանիք չեն անում, չէ՞ գոնե նշանադրություն լինի, սրելի հետեւ